Միացյալ Նահանգների հայ համայնքը ցանկանում է Հայաստանը տեսնել մեծ ու հզոր երկիր, որը բարգավաճում ու գոյատևում է եւ այլևս երբեք չի առերեսվի այնպիսի ողբերգության, ինչպիսին 1915 թվականի հայոց ցեղասպանությունն էր։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ հայտնի բժիշկ եւ բարերար, ամերիկյան առողջապահական համակարգեր ընկերության գործադիր տնօրեն եւ նախագահ Մայք Սարյանը, պատմելով իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես են իր պապն ու տատը փրկվել ցեղասպանությունից։ What we like to see as Armenians living in this country. Որպես Միացյալ Նահանգներում ապրող հայեր մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել մեծ ու հզոր։ Եկեք Հայաստանը դարձնենք հզոր երկիր իր քաղաքացիների եւ աշխարհի բոլոր հայերի համար։ Հայաստան, որը բարգավաճում է, սիրում է, հոգ է տանում, լավ հարաբերություններ ունի իր հարևանների հետ։ Հայաստան, որը կգոյատևի եւ երբեք չի առերեսվի այնպիսի ողբերգության, ինչպիսին 1915 թվականի հայոց ցեղասպանությունն էր։ Խոսելով Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի մասին, Մայք Սարյանը շեշտեց, որ ցեղասպանությունն էմոցիոնալ մեծ վերք է թողել իր ընտանիքի եւ իր վրա պատմական Հայաստանում եւ Կիլիկիայում իր ընտանիքի պատմության պատճառով։ My family suffered like thousands of other Armenians in the Armenian genocide, which never should have happened in the Armenian history. Իմ ընտանիքը տառապել է ինչպես հազարավոր այլ հայկական ընտանիքներ հայոց ցեղասպանության ժամանակ, որը երբեք չպետք է տեղի ունենար հայոց պատմության մեջ։ Իմ պապն ու տատը 1915-ի հայոց ցեղասպանության ժամանակ Ադանայից աքսորվել են Դերձոր մահվան երթի։ Նրանք 4 տարի անցկացրել են արաբական անապատում, բայց փրկվել են ցեղասպանությունից եւ վերադառնալով Կիլիկիա հետ են վերադարձրել իրենց ունեցվածքը։ Սակայն 1920-ից 21 թվականներին ապստամբության ժամանակ նրանք Կիլիկիայից աքսորվել են Լիբանան։ Մենք աղոթում ենք եւ ցանկանում, որ այդ ողբերգությունը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայոց ցեղասպանությունը, երբեք չկրկնվի։ Այլևս երբեք ցեղասպանություն չպետք է տեղի ունենա հայերի կամ այս մոլորակի որևէ այլ ազգի հետ։ Հայոց ցեղասպանության դեմ որպես մարդկության դեմ հանցագործության իր ձայնն է բարձրացնում նաև Մայք Սարյանի AHS ընկերության գլխավոր իրավական խորհրդատու Ֆեյսալ Գիլեսքը։ Ասում է, ես հայ չեմ, բայց հայոց ցեղասպանությունը նաև ինձ վրա է ազդում։ Ասում են նրանք, ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են դրա կրկնությանը։ Ահա թե ինչու մենք երբեք չպետք է մոռանանք հայոց ցեղասպանությունը։ Այն, ինչ պատահեց հայ ժողովրդի հետ, մեծ դժբախտություն է, ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության համար։ Ահա թե ինչու ես հայ ժողովրդի հետ միասին իմ ձայնն եմ բարձրացնում այս ցեղասպանության դեմ։ Ես հայ չեմ, այնուամենայնիվ այն ազդում է բոլորիս վրա։ Մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այն կրկնվի։ Ֆեյսալեսքը ընդգծեց. մենք պետք է պահպանենք հայոց ցեղասպանության հիշողությունը, որպեսզի հատկապես հաջորդ սերունդը կարողանա հասկանալ տեղի ունեցածը եւ թույլ չտա դրա կրկնությունը։ Հայոց ցեղասպանությունը կամ հայոց Մեծ Եղեռնը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու ամենազանգվածային ոճիրներից է, որը կազմակերպել եւ սիստեմատիկ կերպով իրականացրել են երիտթուրքական իշխանությունները, իսկ հետագայում նաեւ քեմալական կառավարությունը Օսմանյան կայսրության հայաբնակ վիլայեթներում եւ կայսրության հարակից շրջաններում։ 1915-ից 1923 թվականներին բնաջնջվել է ավելի քան 1.5 միլիոն հայ։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է աշխարհի ավելի քան 30 երկիր։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24